խորհուրդ ունի ձեզ համար, դուք Ամերիկայի եք չէ տեղափոխվել, հիմա Հայաստանում եք ապրում։ Օրային խորհուրդն ունի, ինչ-որ յուրաքանչյուր հայի համար, գիտակից հայի համար ունի, կապ չունի կապրեն Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է, որ կարծում եմ չպիտի մոռանանք, միշտ հիշենք այն, ինչ մեր ծնողներն են մեզ փոխանցել, մենք էլ փոխանցենք մեր զավակներին։ Նոր գալուց երեխաներին ասում էի, որ ուսերից նստացրած եմ ես ձեզ բարձրացրել փոքր ժամանակ, հարցեցին իսկ պապա քեզ պապատելա նստացրել ուսերին, ասում եմ իհարկե։ Ու այդպես սերնդեսերունդ պիտի հիշենք մինչև որ այս հանցագործությունը կատարել է ինքը մեղայականով հանդես գա։ Պետական մակարդակով պահանջատիրական հարց Թուրքիային չի ներկայացվում, ավելին Ես քաղաքականության մասին չեմ ուզում խոսալ։ Խնդրում եմ ձեզ։ մեղայականով ինչպես պետք է։ Ինչ։ Եթե մենք չենք ներկայացնում պահանջատիրություն, ինչպես եք պատկերացնում, որ Թուրքիան պետք է զղջա։ Ես աղոթում եմ Աստծուն ու փորձում եմ այնպես անել, որ բարձրալը կարողանա օգտակար լինի, օգնի հայ ժողովրդին ու ընդհանրապես արդարությունը վերականգնվի, այսքան բան։ Մնացածը թող ովքեր նստած են իրենց պաշտոններին ու կրում են ղեկը, նրանք էլ թող զբաղվեն այդ հարցով։ Հայաստանում եք ապրելու, թե նորից վերադառնալու եք։ Երբեք չեմ ասում երբեք, բայց այս պահին ամբողջ իմ միտքը, հոգին, սիրտը ու ներկայությունը Հայաստանում։